Բարև ձեզ։ Լարսում հերթական խցանում արգելանքն ու ջերմուքանքային ջրի դեմ ռուսական հարձակումը համընկնում են։ Սկզբում 338,000, հետո 1,100,000 ջերմուկի վաճառքը դադարեցվել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության հնարավոր վնասը կանխելու ծաղրական ձևակերպմամբ։ Ջերմուկը հանրայիթ հայկական բրենդ է, միջազգային աճող պահանջարկով եւ որ ամենաանքննելին է, բուժական եզակի կարողությամբ, դեռևս խորհրդային էլիտայի բարձր լիցենզիայով։ Այնպես որ բարդ չէ հասկանալ, թե ինչու է ռուսական պատժիչ համակարգն ընտրել ջերմուկը ընտրության գնացող Հայաստանի դեմ։ Նույն համակարգը նույնանման մի ձախողակ հարձակում ձեռնարկել էր 2024 թվականին, երբ հայկական բրենդի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մերժվել էր բոլոր ատյաններում։ Իդեպ հիշել են նաև այդ գործը, բայց խնդիրն այն է, որ ջերմուկի դեմ այս ասպատակություններից պետք է հետևություն աներ ոչ թե մեր դեմ մահակ ճոճող համակարգը, այլ հենց ջերմուկ գրուպը, դադարեցնելով կախվածությունը իր դեմ դուրս եկած շուկայից։ 2 տարին քիչ ժամանակ չէր ջերմուկի տարածման աշխարհագրությունը փոխելու համար։ Այն էլ ջրի ներկայիս ահագնացող դեֆիցիտում թաղված այս տարածաշրջանում։ Գնացեք այն երկրներ հենց ռուսական հարևանության, որտեղ ոչ թե ձեզ, այլ դուք կճնշեք ռուսական ապրանքային ներկայությունը։ Համել կբացեք ի վերջո հայկական բրենդի դեմ գործող այդ գարշահոտ Պանդորան ու կտեսնեք, ջերմուկի տեղը ռուսական շուկայում ուրիշի են տեղավորում, թե գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, որին դիմադրելը ինչ էլ անեք, անպատիվ կռիվ է ռուսական կոռուպցիոն հողմաղացի դեմ։ Հաջողություն։